Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 29-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է ասել. Ես ոչ միայն ղեկավարում եմ երկիրը, այլև ղեկավարում եմ աշխարհը։ Իհարկե շատ կուզենայինք, որ դա իրականություն լիներ, որովհետև մշտապես ասել եմ ու նոր չի որ ասում եմ, 20 տարի եմ ասում, որ այո, ես գտնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ աշխարհը միաբևեռ էր, ավելի անվտանգ էր, քան երբ որ աշխարհը դրանից առաջ բաժանված էր, կամ հիմա, երբ որ աշխարհը բևեռ չունի եւ ուժի դիրքից ցանկանում են աշխարհը վերաբաժանել։ Այո, ես շատ կցանկանայի, որ իսկապես այդպես լիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերականգներ իր երբեմնի հզորությունը, որից հետո աջակցելով Եվրոպան դարձնել բևեռ, իսկ դա կլներ իր սերտ դաշնակիցը եւ նաեւ իրանք պարտություն մատնելով Ռուսաստանին, նաեւ դաշնակից սարքեին եւ բևեռ դարձնեին Չինաստանին, ոչ թե մրցակից։ Բայց մի դեպք կա, եթե Ռուսաստանին դու պարտություն չմատնեցիր, բացառվում է, որ կարողանաս աշխարհը քո ուզածով բևեռների բաժանել, ուղղակի անհնարին է, կամ էլ թե չէ Ռուսաստանին Չինաստանից տարանջատես։ Ռուսաստանից Չինաստանին կարող է տարանջատել միայն հավաքական արևմուտքը, եթե կարողանա Ռուսաստանին պարտություն պարտադրի։ Եթե չարեցիր, ուրեմն վերջ, լրիվ այլ իրավիճակ է լինում։ Բացի դրանից, երբ որ Դոնալդ Թրամփը ասում է, որ ինքը ղեկավարում է աշխարհը, մենք էլ այդ աշխարհից ենք, ուրեմն այն ինչ որ կատարվում է, ու այն ինչ որ ինքը կատարում է, պարբերաբար բարեխղճորեն անդրադառնում ենք, որտեղ իսկապես իր քայլերը ազդում է աշխարհակարգի վրա։ Բայց երբ որ Դոնալդ Թրամփը ինքը հայտարարում է, որ վարելու է իզոլյացիոնիստական քաղաքականություն, այսինքն մեկուսացման քաղաքականություն, որ օվկիանոսն է Եվրոպայից բաժանում, ինքը խնդիր չի տեսնում Եվրոպայի անվտանգության մասին մտածել, որ ինքը մտածում է Ամերիկայի մասին, ինչու պետք է անիմաստ փողեր ծախսենք աշխարհը այստեղ այնտեղ, դա միայն չի վերաբերվում ռազմական ծախսերին, նաև հումանիտար ծրագրերին մասնակցենք, ինչու պետք է ՄԱԿ-ի ծրագրերին մասնակցենք, առողջապահական խնդիրներին, մի խոսքով, այդպիսի քաղաքականություն վարող, մեկուսացման քաղաքականություն վարող մարդը չի կարող աշխարհ ղեկավարել։ Շատ կուզենայինք, որ ինքը վերանայի իր քաղաքականությունը եւ վերադառնա այն դիրքին, որը Ամերիկան ուներ։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները շանս ուներ միաբևեռ աշխարհը վերականգնելու դեռ Բայդենի օրոք, բայց իրանք շատ զգուշավոր քայլեր արեցին, ռիսկ չարեցին մի քիչ ավելի ակտիվ ու ագրեսիվ քայլեր անեն, որպեսզի ընտրությունում չձախողվեն, այլ ձախողվեցին հենց այդ զգուշավորության պատճառով։ Ի նկատի ունեմ, որ քանի որ արևմուտքը միավորվել էր, ուժի դիրքից ցանկանում էին ագրեսորին պատժեն եւ նոր աշխարհակարգը լինելու էր արդեն այդ ագրեսորի դեմ պայքարողների համույթը եւ որոնց ընդգրկում էին Բայդենն էլ փորձում էր լիբերալների, այսպես ասած ժողովրդավարների հարթակներ ստեղծել, մարդկանց հավաքել եւ այլ, այս կարգի քայլերով իհարկե կար հնարավորություն, եթե ավելի ակտիվ լինեին եւ աշխարհը տեսներ, որ արդեն գնում են կոնկրետ հաղթանակի եւ հաջողության։ Այդ պահը բաց թողեցին, բայց շանս կար։ Իսկ հիմա Տրամփը կարող էր դա առաջ տանել ագրեսիվ քայլերով, հատկապես հանրապետական կուսակցությունը շատ ավելի ագրեսիվ է այդ հարցերում առաջ տարել Ամերիկայի շահերով դիրքերը, բայց հակառակ ճանապարհով գնաց։ Այնպես որ եթե աշխարհը ուժի դիրքից ցանկանում ես բաժանել, բայց վարում ես մեկուսացման քաղաքականություն, դրանք ուղղակի անհնարին է իրար հետ զուգակցել։ Եթե զուգակցես, ուղղակի կարճ միացում կտա, ինչպես զրոն եւ ֆազը, որ միացնեն հոսանքի։ Այնպես որ եթե իսկապես աշխարհում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարություն ունենար, այսօր Հնդկաստանի ու Պակիստանի բախումը, որ նոր չի, պարբերաբար այդ թեմայով եղել է, բայց հիմա ինչի են կանգնած միջուկային պատերազմի շեմին եւ ինչի է այդ անհանգստությունն առաջացել, որովհետեւ մոլորակը տեղ չունի, որովհետեւ արդեն որոշ երկրներ, որոնք
Հնդկաստանի բարեկամն են սկսեցին Հնդկաստանին օգնել զինել, նրանք ովքեր Պակիստանի բարեկամն են, փորձեցին Պակիստանին օգնել ու զինել։ Պակիստանի բարեկամներն իհարկե ավելի քիչ են, բայց Թուրքիան անմիջապես արձագանքեց դրան եւ Պակիստանն էլ վախենալով անընդհատ սպառնում է։ Եթե հանկարծ Հնդկաստանը կհարձակվի, մենք միջուկային զենք կօգտագործենք։ Իսկ եթե երկու միջուկային տերություն իրար վրա հարվածեցին, մենք Հայաստանում նստած, Միությունն էլ Ամերիկայում նստած, պետք է մտածեն, ասեն, հա դե լավ, դա մեզ չի վերաբերում, իրանց բաժին մոլորակն են վերացնում, ժողովուրդ ջան։ Բայց դրա համար աշխարհը միշտ կատարում է, մեզ հետաքրքրում է, չէ։ Հիմա կարող են մարդիկ հանգիստ իրանց համարապես կի Հնդկաստանի ու Պակիստանի տեղն էլ չիմանան, սկի նրանց թեմաներին էլ չմասնակցեն, բայց նրանք լավ էլ մասնակցեն մոլորակի թեմաներին, երբ որ համաձայնության չգան։ Բայց ասում էինք, եթե աշխարհը փորձես ուժի դիրքից բաժանես, ամեն մեկը մտածելու է, որ ինքը ուժեղ է, իր հարցերը լուծում է, եթե մոլորակը տեղ չունի, ինքը կարող է վերցնել առավելագույնը։ Դրա համար են մարդիկ, ովքեր պարբերաբար տեսել են, որ Պակիստան-Հնդկաստան առճակատում ա եղել, անգամ Պակիստան, Իրան եղավ, բայց լուծում գտան, հիմա ավելի անհանգիստ են, որովհետև ասում են զսպողը ով է։ Առավել ևս բարեկամ դաշնակից պետությունները ասում են, բա մեր բարեկամն է, չօգնենք, բայց իրականում այսինքն նախապատրաստում են պատերազմի։ Տա Աստված, որ դրանից խուսափենք, որտեղ դա մոլորակի խնդիրն է, բայց այնուամենայնիվ նաև մտածենք, որ Դոնալդ Տրամպը նախ եթե Ամերիկայի նախագահ է, երբեք պետք է ինքը չասի, որ ես ղեկավարում եմ աշխարհը, որտեղ դա շատ անհամեստ հայտարարություն է։ Պետք է դա ինքը անի, բայց այդ մասին ինքը չասի, ուրիշներն ասեն։ Բայց ինքը ասում է, բայց իրականում չի կառավարում, որտեղ աշխարհը դառնում է անկառավարելի։ Հուսանք, որ կվերադառնա այդ հարցին եւ մենք կասենք, որ ինքը կառավարում է աշխարհը, ոչ թե ինքը։ Իսկ հիմա նայենք շարունակությունը։ The Wall Street Journal-ի խմբագրական հոդվածում կարծիք է ներկայացվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու որոշումը Չինաստանի համար բարիք է դարձել, քանի որ մաքսատուրքերը խարխլել են Վաշինգտոնի դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Իդեպ կարդում եմ հենց հատուկ նշեցի Wall Street Journal-ի, որ այսինքն սա ամերիկյան վերլուծություն է, սխալ կլինի ենթադրել, որ մաքսատուրքերը միայն վնաս են հասցրել ներքին քաղաքականությանը։ Ընկերների և թշնամիների վրա հարձակումները խաթարել են աշխարհի վստահությունը Միացյալ Նահանգների հուսալիության նկատմամբ, համոզված են հոդվածի հեղինակները։ Չինաստանն արդեն օգտվում է դրանից և ԱՄՆ դաշնակիցներին դիտարկում է որպես ավելի հուսալի հսկա շուկա։ Տրամպի մաքսատուրքերը դաշնակիցների հանդեպ իսկական նվեր են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Պարբերականի խմբագրական կոլեգիան զգուշացնում է, որ նոր առևտրային գործարքների հասնելը հեշտ չի լինի և որ մաքսատուրքերի հետևանքները սպառնում են փչացնել Տրամպի երկրորդ ժամկետը։ Նախագահը պետք է լուրջ վերալիցքավորում իրականացնի, եթե ցանկանում է փրկել իր վերջին տարիները որպես պետության ղեկավար, իր հրահրած տնտեսական և արտաքին քաղաքական ցնցումներից, նշվել է հոդվածում։ Նրան ընտրել են գնաճը վերահսկելու և բնակչության իրական եկամուտների աճն ապահովելու համար, սակայն մաքսատուրքերը բերում են հակառակ արդյունքը, կարծում է Wall Street Journal-ի խմբագրական կոլեգիան։ Իհարկե այնպես չի, որ միայն այդ խմբագրական կոլեգիան, որ ներկայացնում է կարդացի հատուկ իրանց ասածը, բայց այդ մասին, որ դա այնքան աբսուրդ էր, որ խոսել գնաճի դեմ պայքարից եւ խոսել մաքսատուրքերի մասին, դրանք ուղղակի անհամատեղելի բաներ են։ Դա այնքան ակնհայտ բան էր, որ ի վերջո խոստացել ես քո ընտրողին, նա էլ գնացել ձայն ա տվել։ Լավ ընտրել ա, դրանից հետո ի վերջո քո քաղաքացուն տարական հարգանք ա պետք, որ այդ մարդուն ուղղակի չխաբես, որովհետև հնարավոր չի դա անել։ Եվ դա այնքան ակնհայտ էր, որ անգամ Երևանից էր դա երևում։ Անպայման չէ Ամերիկայում լնես, որ այդ ամեն ինչը տեսնես։ Չէր կարող դա լուծում լներ։ Հիմա մեղավորներ կգտնեն, մասներ մեղավոր, Տրամփներ մեղավոր, այս մյուսներ մեղավոր, ֆինանսների նախարարներ մեղավոր։ Դա արդարացում չի։ Դա վստահության խնդիր էր, որ ասում ենք կորցնելու է աշխարհում։ Բացի դրանից էլ դրանից հետո արդեն նույնիսկ եթե մաքսատուրք անես, շատերը հրաժարվելու են Ամերիկայի այդ գործընկերությունից։ Դոլարն էլ է տուժելու, ապրանքներն էլ են տուժելու, շատ խնդիրներ։ Էլի հուսանք, որ այնուամենայնիվ այս խնդիրները տեսնելով վերադառնա այն վիճակին, որ գոնե այն տարիները, որը աշխատելու է, իրական գործ անի, ոչ թե ասի ես կուզենամ ինձ հիշեն Ամերիկայի հողերն ավելացնող։
Այդպիսի կարծիք ասում էր Վլադիմիր Պուտինը իր երկիրը քանդելով, որ ասում էին հիշեն հողեր հավաքող որպես այն մեր տատիկները կասեն այ հողերս գլխի ում հողն ես հավաքում մի 2 մետր հող են լցնելու վրեդ այն էլ Աստված գիտի որտեղ են դնելու որ չգան հանեն գցեն դուս իմաստը որն էր արածդ որն էր որ Չինաստանին տաս հողերը թե հողեր ես հավաքում այդ ժամարտիկ չեն տեսնում ինչա կատարվում դրա համար այսինքն պետք է առաջինը դուրս գալ Պուտինի տպավորությունից, Պուտինի ազդեցությունից։ Այդ տպավորությունը շատ է խանգարում։ Հուսանք, որ արագ այդ հարցը կլուծվի։ Մանավանդ, որ արդեն իրատեսության դաշտում է Դոնալդ Տրամպը ասեց, որ 3-րդ ժամկետ չեմ ելնելու, ուրեմն պետք է այս ժամկետը ռացիոնալ օգտագործի։ Բայց արդեն խնդիրներ են առաջանում, այն ինչը որ բնական է առաջանալու էր։ ԱՄՆ Միչիգան նահանգից դեմոկրատական կոնգրեսական շրի Թանեդարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին իմպիչմենտի ենթարկելու առաջարկ է ներկայացվել ներկայացուցիչների պալատ։ Ես նախագահ Տրամպի իմպիչմենտի հոդվածներ եմ ներկայացրել, երբ Տրամպը անտեսում է սահմանադրությունը, կոնգրեսը եւ դատարանները, նա չի պայքարում Ամերիկայի համար, նա ոչնչացնում է այն եւ վտանգում մեր ժողովրդավարությունը, գրել է կոնգրեսականը։ Թանեդարը հայտնել է, որ իմպիչմենտի 7 հոդված է ներկայացրել Տրամպին մեղադրելով մի շարք լուրջ խախտումների մեջ։ Կոնգրեսականը նաև մեղադրում է Տրամպին կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով առանց կոնգրեսի հավանության ապօրինի կերպով բյուջետային ծախսերը կրճատելու մեջ առանձին պետական մարմինների համար։ Ինչու եմ հաթաթ դրանք կարդում, որտեղ այդ բոլոր բաների մասին պարբերաբար խոսել ենք։ Իմպիչմենտի հայտարարման համար այդ հիմքերի թվում Թանեդարը նշել է Տրամպի ագրեսիվ մաքսային քաղաքականությունը, որը վնաս է հասցրել միջազգային տնտեսությանը, ԶԼՄ-ների ճնշումը, ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխության խախտումը, ազատ խոսքի երաշխիք, կաշառակերությունը, միջամտությունը դատարանների աշխատանքին եւ քաղաքացիների անձնական տվյալների անօրինական հավաքագրումը։ 7-րդ հոդված իշխանության չարաշահում Տրամպը փորձում է կենտրոնացնել անսահմանափակ իշխանությունը եւ քանդել նախագահության սահմանադրական սահմանները։ Մեր երկրում մենք ունենք նախագահներ, ոչ թե թագավորներ, սա պարզապես զանցանք չէ, այլ իմպիչմենտի տակ ընկնող հանցագործություն է, ընդգծել է Թանեդարը։ Իհարկե ասել, որ հեշտ է իմպիչմենտի ենթարկել դա այդքան այնպես չի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռ դա երբևիցե չի կատարվել, այո, իմպիչմենտի գործընթաց եղել է տարբեր նախագահների դեմ։ Շատ մոտ է եղել իմպիչմենտին նաև Ռիչարդ Նիքսոնի ժամանակ, իր երկրորդ պաշտոնավարման ժամանակ, երբ որ հայտնի Watergate-ի սկանդալը առաջացավ, որի հետ կապված պրոցես սկսեց, բայց ինքը հրաժարական տվեց։ Այսինքն գործը չի ավարտվել իմպիչմենտով, այլ իմպիչմենտի վախից ինքը հրաժարական է տվել։ Այնպես որ այս պարագայում, երբ որ ինչ-որ կարդացի, դա տենց արագ լուծվող հարց չի, որովհետև այսօր կոնգրեսում այդպիսի ձայների հարաբերակցություն չունեն դեմոկրատները, որ դա անեն, բայց եւ միևնույն ժամանակ հիմա անմիջապես դրան նաեւ արձագանքել են։ Access-ի պորտալը հայտնել է Դոնալդ Տրամպի խորհրդականները ռազմավարություն են մշակում նրա դեմ իմպիչմենտի փորձի դեպքում, ինչը հնարավոր կլինի հաջորդ տարի, եթե դեմոկրատները վերահսկողություն ստանան ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Այո, երկու պալատում հիմա հանրապետականները ունեն մեծամասնություն, 2026 թվականի նոյեմբերի 3-ին Սենատի 1/3 ռոտացիան կլինի, գիտեք, սենատորները ընտրվում են 6 տարի ժամկետով, կոնգրեսմենները ներկայացուցիչների պալատը 2 տարի ժամկետով, այսինքն ներկայացուցիչների պալատը 26 թվականին ամբողջապես կթարմացվի, իսկ սենատը 1/3-ով։ Իսկ այդ պարագայում կարող է այնպիսի հարաբերակցություն առաջանա, որի պարագայում արդեն այդ իմպիչմենտի գործը առաջ տանեն։ Այսինքն արդեն այս արձագանքը հասկացնել է տալիս, որ զգույշ եղեք, իմացեք, հակաքայլեր մտածեք դեմը առնելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտպանել է Տրամպի վարչակազմի ջանքերի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու հարցում։ Երբեմն աներևակայելի հիասթափված ես ուկրաինացիներից, երբեմն աներևակայելի հիասթափված ես ռուսներից, ասել է Վենսը։
Փոխնախագահն ասել է, որ ԱՄՆ թիմը առաջընթաց է գրանցում բանակցություններում, սակայն խաղաղության համաձայնագիրը երաշխավորված չէ։ Ես չեմ կարող 100% վստահությամբ ասել, որ մենք կկարողանանք դա անել, ասել է փոխնախագահը։ Ըստ Վենսի, եթե պատերազմը երկարաձգվի, Ռուսաստանը եւ Ուկրաինան երկուսն էլ կկանգնեն սոցիալական փլուզման առաջ։ Միլիոնավոր կյանքեր կարող են կորցնել եւ միջուկային պատերազմի վտանգը կմեծանա։ Դա պետք է դադարեցվի։ Դա այս վարչակազմի քաղաքականությունն է, որն այն դադարեցնի, ասել է Վենսը։ Իդեպ մի բան էլ ուշադրություն դարձնենք, այն որ ինքը նաև մանրամասը խոսում էր նրա մասին, որ Ուկրաինան որևէ շանս չունի այդ հողերը հետ բերելու եւ այլն, դա իր կարծիքն է, Ուկրաինան լավ էլ շանս ունի, լավ էլ շանս ուներ, լավ էլ շանս ունենալու է։ Այս ընթացքը, երբ որ անընդհատ փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունը նորմալացնել, միևնույն տեսնում են, որ դա չի ստացվում։ Ինչքան իրանք ցանկանում են Ռուսաստանի հետ նորմալացնել, այնքան Ռուսաստանը ավելի է ցանկանում նսեմացնել Ամերիկայի միջնորդական դերը։ Եվ պատահական չի, եւ հիմա տեսնում ենք, Պուտինն ինչ էր ասում, ասում է բերեք 3 օրով զինադադար կնքենք, այդ պատերազմի 80-ամյակի հետ կապված իրանք հաղթանակի շքերթ պետք է անեն եւ այլ, բերեք 3 օրով զինադադար կնքենք, որպեսզի նորմալ տոները անցկացնենք։ Իրականում այս ինչ մարդասիրական բան է, այս վերջերս ինչ առիթալնում ասում է բերեք մի հատ մարդասիրական զինադադար անենք։ Ուկրաինայից էլ ասում են, եթե ուզում ես մարդասիրական զինադադար անես, ինչի 3 օր, արի 30 օր անենք։ Իրանք էլ Ռուսաստանից ասում են, չէ ինչ 30 օր, 3 օր ընդամեն, այդ 3 օրը ինչի համար, որ Կարմիր հրապարակում հաղթական շքերթ անցկացնեք, այսինքն վախենում եք, որ Ուկրաինան եթե չհամաձայնվի խփի, այդքան հյուրեր եք կանչել, այսինքն վախենում եք, որ Մոսկվային կխփի, ու դուք այդ որ խոսում եք ձեր պաշտպանական համակարգերը եւ այլ, տեսեք ինչեր ունենք այս կողմ այն կողմ, վախեցած եք, որովհետեւ տեսնում եք, որ ուկրաինական հրթիռներն էլ, դրոններն էլ հասնում են Մոսկվա ու լավ էլ խփում են, ու դուք չեք կարողանում օդում վերացնել, բա որ մտածում եք, բա որ հանկարծ Ուկրաինան հարվածի, խայտարակ կլնեք, բա ոնց եք այդքան հյուրեր կանչել էս անում են անում, բայց մոռանում են մի բան, որ երբ որ դու շքերթ պետք է անես, բայց դիմում ես Ուկրաինային, բայց շքերթի ժամանակ չմոռանանք, որ նախորդ բոլոր անգամները ուկրաինացիներին նացիստ էիք անվանում, ասում եք ոնց որ նախկին նացիստներին հաղթել ենք, ֆաշիստներին հաղթել ենք, հիմա էլ էս ֆաշիստներին ենք հաղթում, հերոսաբար ներկայացնում եք ձեր արածը, այն կողմ ձեր ուսուսի տված ձեր հետ երկրորդ համաշխարհային պատերազմ կռվող ուկրաինացիներին արդեն բարիկադի են կողմ էիք հաշվում ու նացիստ։ Այդ դեպքում հարց է ծագում, բան չես դիմում նացիստին, որպեսզի չկարակի, որ դու շքերթ անես։ 1941 թվականի նոյեմբերի 7-ին, երբ որ նշում էին հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 24-րդ տարեդարձը, մտածում են ամոթ չի հանկարծ չանենք, մարդիկ ինչ կմտածեն, քանի կիլոմետրի վրա էր գերմանական զորքը կանգնած, նես մոտավորապես ասում են տասնյակ կիլոմետր, բայց տարբեր տեղեր այնքան մոտ էր, էլ չասենք, որ թռնում էին, գալիս էին, ռմբակոծում էին Մոսկվան, Կրեմլի վրա են ռումբ գցում, անգամ ֆուգասային ռումբեր էին գցում։ Այդ ժամանակ որոշեցին, որ շքերթը անեն, չէ 41 թվականին։ 41 թվականին շքերթը արեցին, Ստալինն եկավ կանգնեց, երբ որ ուրիշ շքերթների չէր մասնակցում, որ տեսնեին, որ հա վստահ են ոչ միայն ինքը Մոսկվայում է, ոչ միայն Մոսկվայից չի փախե, այլև միևնույն ժամանակ ինքը եկել է ուտեղ կանգնել է։ Լա դուք պատկերացնում եք, ֆաշիստ համարես ուկրաինացուն, բայց առաջարկես մի կրակի շքերթ անեմ, էլի։ Դա մոտավորապես գիտեք ինչի է նման, որ Ստալինը դիմեր Հիտլերին, ասեր Ադոլֆ Ալոիսովիչ, խնդրում եմ էլի ընկերական մի կրակի, ես շքերթ անեմ մեր ժողովրդին ոգևորեմ։ Չէ ժողովուրդ ջան, եթե նրան ֆաշիստ ես ասում, բարի եղիր նրա հետ վարվել այնպես, ինչպես արժանի է, այլ ոչ թե խնդրես, որ ֆաշիստը չկրակի, որ դու շքերթ անես եւ գլուխդ գովաս ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի։ Պարզապես անհարմար է։ Չեմ կարծում, որ Ուկրաինան հաշվի առնելով այդքան հյուրերը այնպես հարված կհասցնի, որ լուրջ միջազգային սկանդալ լինի, բայց կարող է ուղղակի Ռուսաստանին մի քիչ ջղայնացնի։ Ենթադրում եմ, որ պետք է ինքը գոնե Մոսկվային ինչ որ ձևով հարվածներ հասցնի ցույց տալու համար, ոչ թե Կարմիր հրապարակին ցույց տալու համար, որ տես, հա,
հարգեցի ոչ թե քեզ, այլ հյուրերիդ, որովհետև Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը չի կարողանում խփի ուկրաինական դռոնները եւ չի կարողանում խփի հրթիռները։ Մի հատ է գլուխը գովում, ասում է կորեացիներն եկան մեր տարածքն ազատեցին, շնորհակալություն էին հայտնում։ Այս այն բանակն է, որ 3 օրում գրավում էր Կիևը, էլի, եւ Տրամպի եւ իր աշխատակազմի խելքն էլ կերել էին, թե բա չգիտեք մենք ինչքան ուժեղ ենք։ Լավագույն է կամաց հասկացան ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ կարող էր Ուկրաինայի կողմը գրավել։ Պարտադիր չէ Զելենսկու կողմից, սակայն Ուկրաինայի կողմից այո, նշել է ԱՄՆ նախագահը։ Տրամպը միաժամանակ մեկնաբանել է իր եւ Ուկրաինայի նախագահի միջև Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունը։ Այս թեմայից ինքը չի կարող անջատվի։ Անգամ գնաց Հռոմի Պապի հուղարկավորության ժամանակ տետատետ հանդիպեցին եւ որակապես փոխվեց իրավիճակը, բայց մեկը չի կարողանում, որտեղ ինքը կուզենար, որ ինքը հետո խոստովանեց, չէ, որ ուզում ենք ճնշեինք Զելենսկուն, այնը չճնշվեց, բայց եւ միևնույն ժամանակ էլի չի կարող այդ թեմայից անջատվի։ Նա պարզապես պետք է լռեր, գիտեք, նա իր ուզածին հասավ, ասել է Տրամպը։ Այսինքն ասա քո ասածն է, հետո կպայմանավորվենք, բայց չհասկացան, կանչել ես քո կաբինետ հարցակվում եք վրեն, մի հատ էլ ուզում եք ասեք դա ասա քո ասածն է, հիմա էլ ծանր է ստանում, որ այդ մարդը վիճաբանել է, չի հարգել քո կաբինետում, որ քեզ հետ չվիճաբանի, բայց արդեն ակնհայտ ամբողջ աշխարհը գիտի, այդ սխալը արդեն ուղղված է Վատիկանում հանդիպումով, նորից անդրադառնալ այդ թեմային չէի ուզենա, բայց դե որ ասում է, դե ստիպված ասում են։ Բայց փոխանակ ասելու լավ, երբ հայտարարություն արեցի, ասացի դե ինչ, մենք աշխատում ենք այս խնդիրները լուծելու ուղղությամբ, փորձում ենք օգնել։ Նա ասաց ոչ, մեզ էլ է անվտանգություն պետք։ Լրագրողի հարցին, թե արդյոք Զելենսկին պետք է պաշտպանի իր երկիրը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. այո, դա ճիշտ է, բայց այդպես թե այնպես եկեք նախ ավարտենք պատերազմը։ Իրականում ես ասացի, ես նույնիսկ չգիտեմ, կարող ենք վերջ դնել դրան։ Այնպես որ սա էլ ուղղակի բեկտաբանությունը, որ այո, կարող ենք Ուկրաինային օգնել, պարտադիր պետք է Ուկրաինային օգնել, դա նաև նոր աշխարհակարգին էր կարևոր, ԱՄՆ-ի հեղինակությանն էր կարևոր, ԱՄՆ շատ լուրջ անելիք ունի այս աշխարհում, ինչպես տեսնում եք, ոնց է անկայուն դառնում ցանկացած տարածաշրջան, երբ որ ամեն մեկը իր խելքը բրդացը կարող է անի։ Օրինակները ինչքան ուզեք, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Պակիստան եւ այլն։ Նախնական արդյունքների համաձայն լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են երկուշաբթի օրը։ Կուսակցության ղեկավար Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը։ Նշվում է, որ ընտրությունները չափազանց անսովոր էին, քանի որ տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն էին։ Դոնալդ Տրամպի հայտարարություններն այն մասին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նրա կողմից կանադական ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչը կարող է Կանադայում ռեցեսիայի պատճառ դառնալ, ազդել են շատ ընտրողների տրամադրությունների վրա։ 60-ամյա տնտեսագետ Մարկ Քարնին, ով նախկինում ղեկավարել է Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերը, իրեն դիրքավորել է որպես հակատրամպիստ, իր նախընտրական արշավում կենտրոնանալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա եւ նաեւ ասում է, որ այո, նախկին հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ չի վերականգնվի, չի լինի նախկինը։ Իհարկե շատ ափսոս է, որովհետեւ այդպիսի դաշնակից բոլոր առումներով այդպիսի դաշնակից, ինչպիսին Կանադան է Ամերիկայի համար, մեծ ֆանտազիա է պետք, որ Կանադային նեղացնես, որ նա ամեն ինչով դաշնակից է եղել, բայց եւ ուշադրություն դարձրեք, լիբերալ կուսակցությունը Կանադայի, որը որ արդեն ժողովուրդը շատ էլ դժգոհ էր մնացել, այլապես Տրյուդոն հրաժարական չէր տա, Տրյուդոն հրաժարական տվեց, նոր ընտրություն չեղավ։ Պարզապես կուսակցության ներսում որոշվեց, Մարկ Քարնին դարձավ վարչապետ, բայց ինքը ինչ արեց, շատ հետաքրքիր ձևով վարվեց, ինքը ներկայացրեց իր ծրագիրը, այս ընդդեմ Տրամպի շատ կոշտ ձևով ներկայացրեց Կանադայի դիրքորոշումը, բայց ասեց ես չեմ ցանկանում այսպես աշխատեմ, ես հիմա ասեցի ինչ եմ անելու, դե հիմա բերեք ինձ ընտրեք, որնոր ես լիազորություն ունենամ, ոչ թե ինձ կուսակցությունն է ընտրել
այլ բերեք արտահերտ ընտրություն անենք եւ ես ընտրվեմ։ Եվ ինչպես տեսակ, լիբերալ կուսակցությունը, որը բավական մեծ չափով կորցրել էր վստահությունը Կանադայում եւ շատերը շատ դժգոհ էին, բայց նույնիսկ վերջի շրջանում Տրյուդոն էլ իրան շատ արժանապատիվ պահեց, Տրամպի հետ բավական առճակատման էր մտնում պաշտպանելով իր երկիշահերը, համենայն դեպս գոնե ֆինալում իր այդքան դժգոհությունները 9 տարվա կուտակված մարդիկ այլ ձևով իրան ճանապարհեցին ու այսպիսի վստահություն տվեցին լիբերալ կուսակցությանը։ Սա անդեմ Տրամպի ձայներ էր։ Իդեպ նաև ուշադրություն դարձնենք ոչ միայն դա, առհասարակ լիբերալիզմը որպես այդպիսին կամաց ժամանակի հետ կապված իր տեղը զիջի, որովհետև այն լիբերալիզմը շատ բախվեց շատ խնդիրների եւ տեսան, որ շատ խնդիրների հետ կապված ուղղակի կրակն են ընկել դրա ձեռը։ Պատահական չի, որ որոշ երկրներ կամաց դրանից հետ քաշվեցին։ Օրինակ ժամանակին մշտական մրցակիցներ էին Մեծ Բրիտանիայում լիբերալ կուսակցությունն ու պահպանողական կուսակցությունը։ Հետո լիբերալ կուսակցության փոխարեն արդեն լեյբորիստները հաղթեցին, ելի երկու կուսակցության մեջ պայքարը գնում լեյբորիստներ, պահպանողականներ, բայց քանով այդ երկուսակցական պայքարը կա, շատերը նույնիսկ չեն նկատել, որ փոխվել է մի խաղացողը, անդառնալիորեն լիբերալները դուրս են մնացել։ Անգամ երբ որ նայում ես Եվրոպայում ես վերաբերմունքը նաև փախստականների որոշակի հարցերի հետ կապված, շատ լուրջ խնդիրներ ստեղծել միգրանտների հետ կապված, անգամ լիբերալ դեմոկրատական գաղափարախոսությունը վերանայման կարիք ունի, որովհետև մի քիչ պետք է պահպանողական վերնախավի համար պահպանողական էլեմենտները ավելի շատ լինի։ Թեկուզ լիբերալ տնտեսության պարագայում դա ուրիշ առիթ է խոսենք, բայց ուղղակի ասեմ, ինչքան պետք է ժողովուրդը վիրավորված էր Տրամպից, որ ինքը հերիք չի լիբերալներին ընտրեր ավելի համոզիչ ձայներով, քան դժգոհելու պատճառով առաջացավ այդ ճգնաժամը, որ վարչապետը գնաց։ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հավակնում է ուկրաինական նավահանգիստներին եւ նախատեսում է դա քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում։ Օդեսան եւ նրա բնակիչների ճնշող մեծամասնությունը ոչ մի ընդհանուր բան չունեն Կիևի ռեժիմի հետ։ Ուկրաինայի շրջանների, այդ թվում Սևստովյան շրջանների բնակիչները պետք է իրենք որոշեն իրենց ապագան։ Նրանք չեն ցանկանում ենթարկվել ուկրաինական ոչ լեգիտիմ իշխանությանը, ասել է Պատրուշևը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը հարգում է ժողովրդի կամարտահայտությունը, ինչը երևում է Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնբասի, Նովոռուսիայի Ռուսաստանի կազմ մտնելու հարցում։ Այդ բոլոր օկուպացված տարածքները, որ իբր թե հարակվե են արել, բայց ուշադրություն, փաստորեն չեն բավարարվում դրանով։ Հիմա նորից թեմա են գցում ուրիշ տարածքներ վերցնելու։ Պատրուշևն նաև հիշեցրել է, որ Օդեսան հիմնադրվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի կողմից եւ որ հիմնադրման օրվանից ավելի քան 2 դար այդ քաղաքը եղել է Ռուսաստանի ֆորպոստը Սևստովում։ Պատմությունից շատ հեռու է Օդեսայի հետ կապված, ուղղակի մի ուրիշ առիթով դա կներկայացնեմ, խայտառակ հեռու է եւ Օդեսայի ծագման մասին եւ այդ քաղաքի գոյության մասին շատ ռուսական պատկերացումներ ունի, պրիմիտիվ պատկերացում ունի, առիթ կլինի դրա մասին կխոսենք։ Ուղղակի նշեցի, որ Սաշա, բացի այդ, անգամ այդ ինչ ուզում ալի, այսինքն նշանակում է չկա Ուկրաինայի տես տարածք, որը դուք չհամարեք ձերնա։ Նշանակում է դուք խաղաղություն իրոք չեք ուզում։ Անգամ այդ գրավասներով չեք բավարարվում, նորի հետ կապված հարց եք դնում։ Դե դա է հարցը, որ պետք է դրանից ամերիկան եզրակացություն ունի, թե Ռուսաստանը խաղաղություն ուզում է, թե չէ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գրառում է կատարել, որտեղ ամփոփել է Ադրբեջան կատարած այցը։ Երեք Բաքվում պայմանավորվածություններ են ունեցել իմ սիրելի եղբոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ստորագրվել են փաստաթղթեր։ Ուշադրություն, պայմանագրերը լավ էր, հյուրասիրությունը լավ էր, ամեն ինչ լավ էր։ Սիրելի եղբայր կարելի եւ նաեւ չգրեր։ Այս ուղղակի այն միամիտների համար, որոնք մեզ ասում էին, մենք ռազմավարական դաշինք կնքենք Իրանի հետ եւ մեր անվտանգությունը պատվիրակենք Իրանին։ Մեռանք ասելով, եթե այդ երկրի հետ մենք խնդիրներ չունենք, շատ լավ է, բավարարվենք դրանով, բայց այդ երկիրը կարա մեզ համար խնդիրներ ստեղծի։ Մի ոգևորվեք հիմա էլ մտածեք Իրանի հետ դաշինք կնքելու մասին։ Իրանը ում հետ որ ինչ քայլեր արել է, մենք դա տեսել ենք ուրիշի հետ։ Ավելի լավ է հարաբերությունը չփչացնենք, բայց այնքան չմոտենանք, որ մեզ ուղակի կուլ տան։ Եվ հիմա տեսնում եք, արդեն ինքը սիրելի եղբոր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ է ստորագրել են փաստաթղթեր, այս այցը վստահության ամրապնդման եւ նոր հորիզոններ բացելու նախերգանք է գիտական,
Սական մշակութային եւ անվտանգության համակողմանի համագործակցության համար։ Շնորհակալություն Իլհամ Ալիևին հյուրընկալության համար, գրել է Փեզեշյանը։ Այս էլ դայեցիկ ցանկացած որ կարող է իրավիճակը փոխվի ԱՄՆ Իրան, Իրան Ադրբեջան, կապված Իսրայել Ադրբեջան, ցանկացած պարագայում պետք է ուշադիր լինել, բայց եւ միևնույն ժամանակ քանի այս պարագայում Ամերիկան Իրանին հարվածելու դեռ մտադրություն չունի, Ադրբեջանը Իրանի հետ հարաբերությունը լավացնելու է եւ դրանից մենք հաստատ չենք օգտվելու։ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հանդիպել է նախագահի հետ, վարչապետի հետ, սա Կավելաշվիլիի երկրորդ պաշտոնական այցն է նախագահ ընտրվելուց հետո, առաջին պաշտոնական այցը կատարել էր Ադրբեջան։ Իհարկե, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգ է Վրաստանում, նախագահի պաշտոնը արարողակարգային եւ ներկայացչական պաշտոն է, բայց այնուամենայնիվ ինքը իշխող թիմի անդամ է, կարող է իհարկե իր այդ որոշ քննարկումներ ունենան, մենք Վրաստանի հետ մի խնդիր ունենք, որ Վրաստանը գնա Եվրամիության ճանապարհով, մեր առաջ ճանապարհ բացի։ Առայժմ Վրաստանը մեր հետ գործընկերությունը ավելի շատ պատկերացնում է միասին դեպի Ռուսաստան, ոչ թե միասին դեպի Եվրոպա։ Դա է հարցը, որ առանձնապես շատ մեկնաբանելու բան չկա, եթե ինչ-որ կարևոր բան էլի դրան հետագայում կանդրադառնանք։ Հետ չէի ցանկանա նորից անդրադառնամ Քոչարյանի ասուլիսի ուշագրավ թեմաներին, որովհետև մեր կողմ առաջ եմ անդրադարձել, բայց պարզվում է մի հատ էլ տարածել են արդեն մանրամասները, ախր դե որ չես էլ խոսում, նստել այնտեղ հավաքել, ինչպես ասում են, խամականջակտել, նստել են նրանց բացատրել, նրանք էլ մի հիացած լեգենդար անձնավորության հետ են հանդիպել ու սենց դրած սենց տարածում են այդ ֆոնով։ Ուզես չուզես, դե ոնց կարաս չանդրադառնաս Դա մի քանի կետի անդրադառնանք էլի։ Մեկը Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու մասին, պատերազմի օրերի մասին էր խոսքում։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում եւ ասել եմ իմ գնալուց հետո ուղակի երկրորդ օրը ես դիմում էի եւ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանին հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետեւյալն էր. անել ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ խնդիրների, որովհետեւ պատրաստ չենք։ Այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չենք ունենալու։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ասել է Քոչարյանը։ Հիմա հարցածախում ինչ է ուզում Արայիկ Հարությունյանից։ Դու այսինքն հասկացար, որ պատերազմը պետքա դադարեցվի, շարունակելու հնարավորություն չկա։ Պատերազմը դադարեցնողը Արայիկ Հարությունյանն էր, որը ասում էր, եթե ես իր հետ հանդիպեմ, Փաշինյանը կուտի, ուրեմն հանդիպողը Փաշինյանը բդիլ, որոշումը կայացնողը Փաշինյանն էր, հա, ով էր պատերազմը դադարեցնելու Ռուսաստանը, բա Արայիկ Հարությունյանը քո հետ չհանդիպեց, բա գնայր Ռուսաստանի հետ հարց լուծեի, եթե տես հարց լուծող էիր, բայց ուզում եմ հիշեցնեմ այն, որը ասել եմ պատերազմի օրերին, ոչ թե հիմա եմ տալիս այդ գնահատականը, որպեսզի պատկերացնեք ինչի մասին է խոսքը, բա եկեք Փաշինյանին ասի գնանք Մոսկվա հարցերը լուծենք, ասեց գնացեք լուծեք Բա լուծեիք, բան չի չլուծեցիք, հիմա դա էլ նայենք։ Facebook-յան գրառումը նայեմ 2 նոյեմբեր 2020 թիվ, նոյեմբերի 9-ին է ստորագրվել փաստաթուղթը պատերազմը դադարեցնելու, այսինքն մի շաբաթ առաջ իմ գրածը։ Ով է մեղավոր, որ այս բախտորոշ պահին փրկիչը չի կարող մեզ փրկել կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Երբ կորոնավիրուսը սկսվեց տարածվել Հայաստանում, իսկ Ռոբերտ Քոչարյանն ԱԱԾ մեկուսարանում էր, նրա փաստաբաններն ու աջակիցներն ինչ աղմուկ աղաղակ ասես, որ չգծեցին։ Փաստաբանները դիմումներով ու միջնորդություններով ողողեցին բոլոր դատական ատյանները։ Հղում կատարեցին բժիշկներին, որ Քոչարյանը ծեր մարդ է եւ ռիսկային տարիքի, վիրահատություններ տարած ու օրգանիզմը թուլացած, ու եթե նա վարակվի կորոնավիրուսով, ապա կարող է մահանալ, կամ էլ բուժվել, սակայն օրգանիզմին կհասցվի անդառնալի վնասներ։ Իսկ թե ինչ էին անում նրա աջակիցները դատարանի դիմաց ու դահլիճում համացանցում ու ԶԼՄ-ներով, կոլեկտիվ միջպետական նամակներ պատրաստելով ու ՌԴ-ից մեր իշխանությունների վրա տաղա բերելով ի պաշտպանություն Քոչարյանի, սարսափելի է անգամ հիշել այդ բոլորը։ Պահանջում էին բաց թողնել մեր երկրի միակ փրկիչին, դե փրկիչը պարզ աշակերտների մեջ, ու անմիջապես վարչապետ նշանակել, որպեսզի կարողանա երկիրը դուրս բերել կործանումից։ Անգամ չէին խորշում սրիկայական վարկածներ առաջ քաշելով իշխանություններին մեղադրել, թե դիտավորյալ են պահում բանտում, որպեսզի վարակվի կորոնավիրուսով ու մահանա։ Դրանով ի շարքից հանեն իրենց մրցակցին, իրենց ահուսարսափին։
Քոչարյանը դուրս եկավ բանտից, նրա աջակիցները տոնեցին իրենց հաղթանակը, որ դա տեղի ունեցավ իրենց ճնշման արդյունքում, բայց հիմա երբ եկավ այդ բախտորոշ պահը, որ նա պետք է մեկներ Մոսկվա ազգափրկիչ առաքելությամբ, պարզվեց վարակված է կորոնավիրուսով։ Հիմա ինչ անենք, դատի տանք Քոչարյանի աջակիցներին, որ չկարողացան փրկել ազատության մեջ գտնվող մեր փրկիչին, թե դարձյալ իշխանություններն են մեղավոր, որ տուր տալով ճնշումներին բաց թողեցին նրան բանտից։ Ու առավել անպատվաբեր էր նրա կողմնակիցների համար այսքանից հետո խոսել, թե հենց իշխանությունները նեղն են ընկնում, Քոչարյանին են դիմում։ Չէ որ Քոչարյանն է ընտրել ժամանակը, երբ գնա Մոսկվա, ինքն է դիմել Փաշինյանին ու ստացել դրական պատասխան, որից հետո չի կարողացել գնալ հայտնի պատճառներով։ Էլ ինչ եք ասում։ Ավելի լավ չէ լռեք, մարդիկ էլ կամաց թեման մոռացության տան։ Էլ չհիշեն ու չհիշեցնեն, որ առնվազն 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող ավետյաց երկիրը կործանվելու է, եթե փրկիչը չբուժվի։ Պարզ է, փրկիչը հասկանում եք ճակերտների մեջ։ Կամ էլ բուժումն անհետևանք չանցնի։ Շուտապույտ ապաքինում եմ մաղթում բոլոր հիվանդներին, մասնավորապես ռիսկային տարիքում գտնվողներին ու հատկապես Քոչարյանին, բայց եթե Աստված մի արասե իրեն հետ մի բան պատահի, ինչ է հայ-ռուսական հարաբերությունները հետն ենք դնելու, թե էլ ինչ մանրանանք, ասում է ինչ է, որ մենակ ինքը կարող է երկիրը փրկել կործանումից, միանգամից Հայաստանը հետը դնենք։ Հետո էլ մեղադրում են անփորձ հեղափոխականներին, որ կարծում են, թե Հայաստանն իրենցից է սկսվում, իրենք էլ փորձառու են ու կարծում են, թե Հայաստանն իրենցով է ավարտվում։ Սա ինչ հայավարի սինթեզ է ֆրանսիական երկու հայտնի արտահայտությունների։ Հայաստանը մենք ենք ու մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այն որ ասում եք պետությունը ես եմ, ինձնից հետո ջրհեղեղ։ Իսկ այն որ Քոչարյանի Մոսկվա գնալն անիմաստ էր, պարզ էր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակներից փոքր շատ է գլուխանող յուրաքանչյուրին։ Նա Մոսկվա չգնաց, թող կապվեր հեռավար կապով եւ ասեր քեզ խնդրում եմ օգնի, կորոնավիրուսով վարակված եմ, կամ կորոնավիրուսով թռներ առանձին մի հատ մեկուսացված տարածքում, մեկուսացված սենյակից դեմ դիմաց նստեին աշխատեին։ Պուտինը մի հատ նենց համակարգով էր մարդկանց անցկացնում այդ օրերին, որ կորոնավիրուսի բացիլելներ օդում կսատկեր, որևէ խնդիր չկար, բա ինչի չգնաց, որովհետև գիտեր, որ այդ պատերազմը պայմանավորված էր Ռուսաստանը դա հանձնելու էր Ադրբեջանին։ Չմոռանանք Շայգուն կանգնեց պաշտպանության նախարար, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասեց փայլուն օպերացիա արեցինք Ղարաբաղում։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն հիմա ներկայացնում այնպես, որ եթե ինքը ելներ այդ հարցը կլու, Արայիկ Հարությունյանին հանգիստ թող։ Փաշինյանն ասել էր համաձայն եմ, գնա հարցը լուծի։ Այն որ Փաշինյանը շատ սխալներ այլ ամեն օր ենք խոսում, բայց դա չի սրբագրում ձեր արածը, որ Փաշինյանի արածի հետ կապված փորձեք ձեր հարցերն առաջ տանել։ Ռուսաստանի հետ կապված այդ ինչ ժեստեր անում, այդ ինչ քայլեր անում, բա դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի այդպես վարվել, մի հատ ժեստեր անում, մի հատ բաներ ասում, այ դուք եք մեղավոր Ռուսաստանի հետ հարաբերությունը սենսն է, գիտեք սա էլ ինչի համար է արվում, որտեղ արդեն տարածեցին, որ Քոչարյանը գնացել է, Պուտինի հետ հանդիպել է, նորից հերթական անգամ Պուտինի ինգերը ցանկանում է գա իշխանության։ Իհարկե այդ հարցը նաև օգտագործելու է իշխանությունը ուշադիր, որպեսզի արդարացնի, քանի որ ռուսամետները ակտիվ անում են, դե ինչ աներ խեղճ Փաշինյանը, դրա համար գնացին հաղթանակի շքերթին մասնակցելու, որ ռուսները հանկարծ չփորձեն երկրի ներսից ցնցումներ առաջացնեն եւ իշխանությունը վերցնեն։ Ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը ռուսների հետ հարցերը լուծի, քան թե թողի որ Քոչարյանը գա։ Նորից, այսինքն պասերով Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը թվում է թե իրար դեմ են, բայց այս հարցում լավ է իրար կողմնակից են, իր ակտիվությունը, որ պետք է համախմբվենք, այս պետք է անենք եւ այլ, եւ մեկ էլ այդ ակտիվությունը, որ տարածվեց Ռուսաստանի հետ կապված իր հանդիպումների Պուտինի հետ, եւ մեկ էլ այն, որ ինքը գտնում է, որ Ռուսաստանի հետ չէր կարելի այդպես վարվել։ Ոնց որ մենք պետք է համախմբվենք, որպեսզի այս իշխանություններին հաղթեն ինքն կոնկրետ նպատակի շուրջ։ Այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Արդեն հասկացաք ինչին է վերաբերում։ Եվ մեկ էլ իշխանությունների սխալ հայտարարությունների մեղքով Ադրբեջանը հարձակվեց։ Ավելի անբարոբան չեմ պատկերացնում։
Այս պատերազմը, որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո, բանակցությունները ձախողվեցին, անպատասխանատու անպագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի եւ վերջում ստացանք սա։ Թուրքիան, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած էր այդ ժամանակ, որ Հայաստանի սահմանը փակեց, ասեց մինչև Ադրբեջանի հարցը չլուծեք, ճանապարհը չենք բացելու, բա դա երբ էր 90-ական թվականներին, չէր, 90-ականների սկզբին։ Թուրքիան նոր պետք է ամբողջ բոյով կանգնի, բայց լավ, դա էլ դնենք մի կողմ։ Բայց միլիարդավոր դոլարների զենքը Ադրբեջանը, որ առնում էր, ու առելա մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այն որ Նիկոլ Փաշինյանը անտրամաբանական շատ սխալ հայտարարություններ արել, դրա մասին չի խոսքը։ Այդ հաթաթ բոլորի մասին խոսել ենք, բայց այսինքն Ադրբեջանը զինվում էր, Թուրքիան կանգնած էր Ադրբեջանի թիկունքին, ասում էր Ադրբեջանի պայմանը չկատարեք, ես սահմանը չեմ բացելու, ամեն ինչով էլ օգնելու եմ Ադրբեջանին, այդ ամբողջ զենքը առնում էր, բայց միտք չուներ Հայաստանի վրա հարձակվելու։ Այ հենց Նիկոլ Փաշինյանը կանգնեց սխալ հայտարարություններ արեց, դե ստիպված հարձակվեց, բա ինչ աներ։ Այսինքն սա ինչ է, Ադրբեջանին հերթական անգամ արդարացնել, որ հիմա Ադրբեջանն է, բանը Հայաստանի իշխանություններն են մեղավոր, որ պատերազմը սկսվել։ Այ հիմա դուք ուշադրություն դարձրեք, սա էլ իրանց համար արդարացում է, որ տեսեք, դե Ադրբեջանն ինչ մեղք ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը սենց չարտահայտվեր, իրանք չէին հարձակվի։ Այդ միլիարդավոր դոլարների զենքն էլ կբաժանեին ժողովրդին, իրար մեջ կկռվեին, էլի։ Բայց քանի որ ինքը ամբողջությամբ պատմում էր նաև Քիվեստի հետ կապված, Մադրիդի հետ կապված հաջողությունների, մի երկու առաջ դրան անդրադարձել եմ, բայց առաջիկայում էլի առիթ կլինի անդրադառնամ։ Սա պարզապես նրա համար է, որ այս ամեն ինչը պետք է պահել ուշադրության կենտրոնում, հատկապես մենք պետք է պահենք ուշադրության կենտրոնում, որտեղ իշխանությունը ցանկանում է նախկինների սխալով իր այս սխալները սրբագրի, նախկինները այս իշխանության սխալներով իրանցը, բայց երկուսն է սխալ են, ամեն մեկը ունի իր մեղքի բաժինը, եւ դրա համար օբյեկտիվ գնահատական պետք է տրվի նրանց էլ, եւ այս Քոչարյանի այս ակտիվությունը նաեւ նրա համար է, որ Ռուսաստանի ակտիվությունը արդարացվի Հայաստանի հետ կապված, որտեղ ակտիվությունը լինի թե դրսից, ակտիվությունը լինի թե ներսից, որտեղ ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանն էլ երեք, որ Էստոնիայում կանգնեց, ասեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել չենք ուզում եւ այլև, կարող ես հարաբերություն չփչացնել, բայց դու ստիպված ես լնելու որոշում կայացնել, որովհետեւ դու չես կարող գնալ մի շքերտի, որտեղ պատից են կողմ ասելու են նրանք օկուպանտ են, ֆաշիստ են ու նացիստ են, դու դա լսելու ես, դու մասնակցում ես դրան, այսինքն ընդունում ես, որ ենկոմ հավաքական արևմուտքը, որը որ կանգնած է Ուկրաինայի թիկունքին, եթե նույնիսկ միշտ Ամերիկա այդքան էլ ամուր չի կանգնած մեկը վերադառնալու է այդ դաշտին, դու մտածում ես, որ սահմանից ենկոմ օկուպանտներն են հավաքված, դա չի արդարացվելու, կարելի է չեզոք ասել, դե երկուսի հետ լավ հարաբերություն ենք հաստատում, երկուսի հետ լավ հարաբերություն չեն հաստատում են դեպքում, երբ որ այդտեղ գալու են, այդտեղով անցնելու են, իրանց այն զորքը, որը գնում է մարդ սպանելու, դա հավասարության նշան չի, նույնիսկ եթե Ուկրաինան էլ մարդ ուղարկես էլի հավասարության նշան չի, որովհետև դա գնահատական է պատերազմի հետ կապված, եւ այդ պատերազմին տված գնահատականը նաեւ այսօրվա պատերազմին է գնահատական տալիս, այնպես որ այդտեղ Մոսկվա գնալը որևէ արդարացում չունի, բայց պարզապես Ռուսաստանի ակտիվության ուղղությամբ քայլեր արել, որը մեր երկրի համար խիստ վտանգավոր է, դրան պարբերաբար կանդրադառնանք։ Դե ինչ այսօր այսքանը Դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։